Փառք մինչև կնստես էլի գործ ունենք անելու։ Դու գիտես, որ մենք Սոչիում սկսել ենք ծառայություն։ Սոչի քաղաքում արդեն մի ամիս ավել, 2 ամիս ծառայություն ունենք եւ մենք ենք ստեղից գնում, Կրասնոդարից տարբեր քաղաքներից են գնում ծառայում, բայց հիմա արդեն մենք ուղարկելու ենք մեր ծառայողներին, որ գնան իրանք սկսեն ծառայությունը։ Մեր վարազդատին, ով նոր զոհաբերություն խոսած, իր ընտանիքով գնալու է։ Խնդրեմ բարձրանաք բեմ, Տաթևն ու վարազդատը իրանց հրաշքի հետ։ Աստված օրհնի շատ, Աստված օրհնի ձեզ։ Փառք Աստծուն։ Գանց ինքը արդեն օրհնվել է, դրա համար չբարձացավ։ Տեր օրհնի ձեզ։ Մենք իրանց ուղարկում ենք միսիոներներ Սոչի, այնպես որ եթե Սոչիում ունես ծանոթներ, մենք արդեն այնտեղ ամեն շաբաթ ծառայություն ունենք։ Սոչի կյանքի խոսք մեր ռուսական եկեղեցում անում ենք հայկական ծառայություն, մեր ծառայությունն ենք անում, այնպես որ փառք Տիրոջը։ Բայց հիմա արդեն իրանք տեղափոխվելու են այնտեղ, որ մնան արդեն որպես տեղում ծառայեն, հա, որովհետև շատ լավ է, երբ որ տեղում ծառայող կա, ոչ թե գնում գալիս ենք, այնպես որ իրանց հերթնել եկավ, մեր մոտ առաջի շարքում մարդիկ շատ չեն նստում են, մեկը տեսնում ես չկա, աշխարհ չի գնացել, ինչ որ մի եկեղեցով հովիվա ծառայողա գնացել է ուրիշ տեղ ծառայի Տիրոջը, լավ, որ տեսնում ես մեկը կորել է, մի իմացի կորել է, լավ։ Փառք Տիրոջը, հիմա կխնդրեմ ձեռքդ պարզես, օրհնենք իրանց, հանձնենք Տիրոջ ձեռքերը, Տիրոջ պաշտպանության մեջ հանձնենք, Տիրոջ իմաստությունը խնդրենք իրանց համար, որովհետև այն ինչ որ պիտի իրանք անեն, մեծ գործ է Տիրոջ համար։ Երկնային արքա, մենք քո առաջ ենք բերում վարազդատին ու Տաթևիկին, խնդրում ենք քո օրհնությունը, իմաստությունը իրանց հետ լինի, այն գործի մեջ, որ վստահել ես Տեր։ Մենք խնդրում ենք դարձ իրանց հայրական սիրտ, որ իրանք սրտով ծառայեն քո ժողովրդին Տեր։ Մենք խնդրում ենք օծես իրանց իմաստությունով, օծես իրանց շուրթերը քո ներկայությունով, որպեսզի Տեր արքա իրանք այնտեղ քո անկոմպրոմիս խոսքը տարածեն մարդկանց մեջ Հիսուսի անունով եւ թող մեծ պտուղ ունենան Հիսուս Քրիստոսի անունով։ Մենք քանդում ենք սատանայի բոլոր գծագրերն ու ձեռագրերը իրանց հետ կապված, Սոչիի ծառայության հետ կապված Հիսուսի անունով։ Ողջակում ենք Տիրոջ հաղթանակը Սոչիում, Ադլերում եւ հարակից տարածքներում։ Հիսուսի զորավոր անունով օրհնում ենք իրանց Տեր, տալիս ենք քո ձեռքերը, ողջակում ենք երկնային առաջնորդությունը ամեն քայլի մեջ Հիսուսի անունով։ Օրհնում ենք իրանց հրաշքին ու խնդրում ենք, որ իրան էլ պահես պաշտպանես քո ձեռքերի մեջ Տեր։ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Ամեն։ Տերը օրհնի ձեզ։ Շատ շնորհակալություն։ Տատո ջան, սպասի, ոնց որ ծաղիկ են ուզում քեզ տան։ Աստված օրհնի շատ, մենք շատ ուրախ ենք ձեր համար։ Փառք Տիրոջը ձեր համար։ Տերը օրհնի ձեզ, կարող եք գնալ։ Հիշում եմ, երբ որ Տաթևիկը նոր էր ապաշխարել, նոր էր եկել եկեղեցի, sense մեծ աշկերով կիսահայերեն, կիսառուսերեն հարցեր էր տալիս, հա։ Փառք Տիրոջը, այսօր իրանք գնում են մարդկանց հարցերին պատասխան տան։ Աստված օրհնի շատ։ Փառք Աստծուն։ Այ հիմա կարաս կողքինից ճպտած ասես նստի, ինչ ես կանգնել, հա։ Տերը օրհնի քեզ։ Այսօրվա խոսքը գիտես վերնագրել եմ սենց մի հատ լավ հայկական սիրված բառով թագավորս ամենք ես բառը շատ ենք օգտագործում շատ հաճախ ծնողները իրանց երեխային են ասում թագավորս չէ հաճախ ես շատ եմ լսել մանավանդ տղաների մոտ որ ասում են մեր թագավոր աղբերն է լսած կլնեք հա թագավոր բառը մերոնք օգտագործում են շատ լավ ձևով դրա համար այսօր խոսքը տենց էլ վերնագրել եմ թագավորս Գիտես թագավորը որտեղ է ինքը թագավոր, թագավորություն։ Երբ որ կա թագավոր, ուրեմն կա ինչ-որ թագավորություն, հա։ Եվ կան, գիտես, այսպիսի հիմա աշխարհում շատ կան թագավորներ, որոնք որ լքված, մերժված, վտարված թագավորներ են։ Օրինակ Իրանի շեյխը, Իրանի թագավորը հիմա վտարված է, ինքը թագավոր է, բայց դրսում, որովհետև երկրից իրան վտարել են։ Մի տարբեր երկրներ կան, որոնց թագավորները
Ոնց որ թե թակավոր են, բայց տեղում չեն, երկրում չեն, երկիրը ուրիշն է ղեկավարում, հա։ Բայց թակավոր բառը ինչով է կարևոր, եթե կա թակավոր, կա թակավորություն ու կա գահ, որտեղից թակավորը թակավորում է իր թակավորությունը։ Ու գիտես, մեր մարմինն էլ թակավորություն է։ Մեր մարմինն էլ թակավորություն է։ Մենք ինչքան շուտ ենք ես հասկանում, այնքան ճիշտ ենք սկսում մեր թակավորությունը ղեկավարել, առաջնորդել։ Երբ որ թակավորությունում խառնաշփոթ է, գիտեք ինչ է տեղի ունենում։ Բերանը առանց հասկանալու ուտում է, տամոքս ասում է տեղ չունեմ, մի արա, աշկերտն ասում են կեր, դրանից էլ չես կերել։ Ու ինչ է տեղի ունենում, խառնաշփոթ։ Եկե տեսնում ես ուռում է մարդը, որտեվ խառնաշփոթ է, ճիշտ հրահանգներ չկան, ճիշտ ղեկավարում չկա։ Հա, որտեվ մարմինը ինքը նույնպես թակավորություն է։ Եվ եթե մարմինը թակավորություն է, գալիս ենք գլխավոր կետին։ Թակավորությանը ինչա պետք։ Թակավոր ես, հա։ Ու ես ուզում եմ խոսամ այդ թակավորի մասին այսօր, սիրելիս։ Կսկսեմ Մատթեոս ավետարան 16-րդ 15-րդ գլխից 15-17 Հիսուսի խոսքերն է։ Տակավին չեք հասկանում, թե ամեն ինչ որ բերանն է մտնում, փորն է գնում եւ արտակնոսն է գցվում, բայց բերնից դուրս եկող բաները սրտից են դուրս գալի եւ նրանք են մարդին պղծում։ Մինչև Հիսուսը, գիտես ինչ, ասենք մարդիկ մարմինը բաժանել են օրգանների, հա։ Դա վաղուց է եղել։ Այս աշկա, քիթա, սիրտը, ականջա եւ այլն։ Եվ բոլորը գիտեն, որ սիրտը դա մի հատ ֆիզիկական օրգան է, որը որ ինչ է անում, շատ կարևոր օրգան է մեր կյանքում, ինքը արունը պիտի հասցնի ինքը ամենաշատ աշխատող այդ մկանն է մեր առավոտից իրիկուն աշխատում է, որ արյան շրջանառություն ապահովի։ Եվ եթե ինքը կանգնում է, մարդը մահանում է, որտեղ շրջանառություն չկա։ Ուղեղը մի անգամից անջատվում է, մահանում է։ Եվ ի՞նչն է հետաքրքիր, որ Հիսուսը այդ ֆիզիկական օրգան սիրտ կոչվածը բերում է հոգևոր դաշտ։ Ասում է դուք մտածում եք այդ սիրտը արյան համար է մենակ, ես ձեզ ասեմ սիրտի կարևոր դերը։ Ասում է սիրտն է մարմնի ղեկավարը, ոչ թե ֆիզիկականում, այլ հոգևորում, որովհետև ասում է բերան մտնողների վրա չեն կարա մարդուն պղծեն, ոնց գալին ես գնում են։ Բայց բերնից դուրս եկածն է պղծում, որովհետև որտեղից է դուրս գալիս սրտից։ Այսինքն սիրտը ինչ որ մի հատ հոգևոր անդամ է մարդու մոտ, որը որ բոլոր հարցերը լուծում է։ Բոլոր մեր հարցերը, եթե մենք հիմա գնանք մարմնի թակավորությանը, կամանց օրգանիզմի մեջ ֆրանկ, բոլորը մտածում են ուղեղն է թակավորը, չէ՞ սիրելիս։ Ուղեղը ենթակա օրգան է։ Ենթակա օրգան է։ Ամեն ինչ ֆռում հասնում է սրտին։ Ու Հիսուսը սկսում է բացատրել, ասում է սրտից դուրս եկողն է մարդուն պղծում։ Եվ 19 խոսքում ասում է, որովհետև սրտից են դուրս գալի չար խորհուրդներ, սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյություններ, սրանք են մարդին պղծողը, բայց անլվա ձեռքով ուտելը մարդուն չի պղծում։ Հետաքրքիր մի բան է ասում է սիրտն է ղեկավարը, սրտից է ամեն ինչ դուրս գալիս։ Ու իրականում հենց սիրտն է որոշում ոտքերը դուր գնան, ձեռքերը դուր գնան, աշկերը դուր գնան, ամեն ինչ սկսում է սրտից։ Ու հետաքրքիր մի հատ հարց է առաջանում. ով է սրտիդ թակավորը։ Ով է սրտիդ թակավորը։ Բոլոր հրամանները սրտից են գալի, Հիսուսն ասում է։ Սիրտն է ասում, ոնց ուղեղը ոնց աշխատի, սիրտը տալիս է հրահանգ ուղեղին։ Հայերեն լավ խոսք ունենք, ասում է, սիրտս շոկոլադ է ուզում։ Նորմալ չի, չէ՞, սիրտը դանակով ճղես շոկոլադ մի հատ խցկես։ Սիրտս շոկոլադ է ուզում։ Ես իմաստուն ազգ ենք մենք։ Հա? Սիրտս այնքան է կարոտ մեր հայկական թարխունին։ Вообще ասելու բան, ընդհանրապես ասելու բան չի։ Բերանի քիմքն է կարոտ այդ թարխունին, չէ՞ որ մենք մտածենք։ Քիմքը տա ուզում այդ նույն համը ճաշակի, բայց ասում ես սիրտս այնքան է ուզում հայկական մի հատ ծիրան ուտի։ Ինչի, որովհետև
Մենք հասկացել ենք հայերովս, որ սիրտն է ղեկավարում այդ ամեն ինչը։ Սիրտն է ասում ուղեղին ինչ անի, ուղեղն էլ սկսում է հրահանգնել տալ օրգաններին։ Եթե սիրտը ուզում է վատ բանի մեջ գնա, ինչ է անում։ Սիրտը ուղեղին ասում է ոտերին ասա թող շարժվեն։ Եթե սիրտը ուզում է հայհոյի, ինչ է ասում։ Ուղեղին ասում է բերանին ասա թող բացվի ու սկսի վատ բաներ ասել։ Հիսուսն ասում է սրտից են դուրս գալի հայհոյանքները։ Ամեն ինչ սկսվում է սրտից։ Ու Հիսուսը ասում է շատ պարզ. սրտից դուրս է կասնա մարդուն պղծում։ Հայտնության գրքում 3:20-ում ասում է ահա դրան առաջ կանգնած ու թակում եմ։ Եթե մեկը լսի իմ ձայնը դուռը բացի կմտնեմ նրա մոտ եւ ընթրիք կանեմ նրա հետ։ Տեսեք էլի բերում է սրտին։ Սիրտը տածեցում, չէ՞։ Ասում է դրան առաջ կանգնած խփում եմ։ Կլինի գամտեի թակավորը դառնամ։ Եթե ասում եմ բացի կմտնեմ իր հետ ընթրիք կանեմ։ Բայց հետաքրքիրը գիտես ինչ է։ Ասում եմ կմտնեմ ով որ սիրտը բացի, կմտնեմ իր հետ ընթրիք կանեմ, բայց մի հատ տարօրինակ բան ասում։ Իր հետ ընթրիք կանեմ, հետո էլ ասում է եւ նա իմ հետ։ Պատկերացնում ես ես քեզ ասեմ մի օր կանչի ձեր տուն խորոված սարքի։ Գամ իրար հետ խորոված ուտենք երկուսով։ Նորմալ է, չէ՞, այսքանը։ Դրանից հետո էլ ասեմ դու էլ իմ հետ ուտես։ Եթե երկուսով ենք ուտելու, արդեն պարզ է, ինչ է նշանակում եւ նա իմ հետ։ Քիչ չի բռնում, հա, ոնց որ։ Բայց հաջորդ խոսքի մեջ պատասխանը կա, ասում է ով որ հաղթի կտամ նրան, որ իմ հետ նստի իմ աթոռի վրա։ Ինչպես ես էլ հաղթեցի, իմ հոր հետ նրա աթոռին նստեցի։ Դες ինչ է ասում Հիսուսը, ասում է դու քո սիրտի գահը տուր ինձ, ես գամ նստեմ, հրավիրի նստեմ քո սրտի գահին, ես էլ քեզ կհրավիրեմ իմ հետ կնստես իմ հոր գահին, որ ինձ տվել է։ Ընթրիք կանեմ իր հետ, ինքն էլ իմ հետ։ Ու հաջորդ խոսքում բացատրում է ինչ է նշանակում ինքն էլ իմ հետ։ Այսինքն դու ինձ կանչի քո սիրտը, ես էլ քեզ կկանչեմ երկինք։ Երկնային շղթա եմ ես սրա անունը դրել։ Պատկերացրեք Հայր Աստված Հիսուսին ասել է արի կողքս մի հատ նստելու տեղ եմ տալի քեզ։ Գիտես ինչ արել Հիսուսը։ Եկեք նստել, ասում է տղեկ եկեք։ Տեղա բաց։ Եկեք նստեք։ Ասում է ես հաղթեցի նստեցի իմ հոր հետ իր աթոռին, ձեզ էլ կնստացնեմ իմ աթոռին։ Պատկերացրեք մի հատ տեղ տվեց Աստված, այն հայկական բնավորություն է Հիսուսի մոտ, այն որ ասում մի հատ ոտի տեղ տվեցինք սաղ ցեղով եկան, հա։ Հիմա մի հատ ոտի տեղ ա տվել, ասում այ նստի կողքս Հիսուս, հաղթել ես։ Հենց Հիսուսը նստում ասում է ժողովուրդ ով հաղթել է արեք։ Եկեք, տեղ եմ պատրաստել ձեր համար։ Եկեք նստեք։ Սիրտը տվել ես ինձ, նստել եմ գահիդ։ Ես էլ տեղ եմ բացել, դուք բոլորդ եկեք։ Մեր եղբայրներից մեկը մի հատ բան պատմեց մի օր մի մարդու մասին։ Ստեղ է երևի եղբայրը։ Մի հատ մարդ ցույց տվեց 24-ով հին, 24 էր, 31 էր։ Իրանց գյուղից, Շամշադինից։ Ասեց Հովիվ ջան, ես մարդուն տենում ես, ասում եմ հա, ասում է 90 թվին թե երբ ինքը եկել է Ռուսաստան, ասում է բանը սկսել է այս ինչ գործը ու բոլոր շամշադիցիներին բերել է Ռուսաստան։ Ինքը մինչև այդ մեքենայով է։ Բոլորը միլիարդատեր են ասում, բայց այդ մարդը մինչև հիմա բոլորին ինքն է բերել։ Ասում է ինչ հարսանիք լինի, ինչ քեֆ լինի, առաջին իրան են կանչում բոլորը։ Այդտենց արգումեն։ Բայց մարդը մնացել է նույն վիճակին, բոլորին սարքել է միլիարդամիլիոնատեր։ Բայց կարացել է ինչ անի, ճանապարհ բացի բոլորի համար։ Ինքը եկել է բոլորին քաշել բերել է, ասලා արեք գործ կա, չի ասեմ մենակ ես աշխատեմ, վայ մենակ ինձ փողնի, գնամ գյուղում ինձ լավ զգամ։ Չէ։ Հիսուսն էլ է նույնն ասում, ասում է, լսի կթողես նստեմ սրտիդ գահին։ Թող նստեմ սրտիդ գահին, հերիքա երեխեքիդ տեղավորես, հերիքա փողերդ տեղավորես, հերիքա քո անառակ կյանքը տեղավորես, կթողես նստեմ սրտիդ գահին։ Նստեմ հենց նստեցի սրտիդ գահին, երկնային գահի վրա մի հատ 50-70-ի վրա տեղ եմ պատրաստել քո նստելու համար։ Որ գաս հանգիստ նստես, որոշ մարդկանց համար ավելի շատ։ Բայց տեղը պատրաստում եմ, մենակ թող նստեմ սրտիդ գահին։ Մնացածը ես կանեմ։ Հիմա ես էլ հաղթեցի եւ նստեցի իմ հոր հետ նրա աթոռի վրա։ Հաջորդ խոսքում գիտեք ինչ ասում։ Ով որ ականջ ունի թող լսի։ Ինչ որ հոգին ասում է եկեղեցիներին։
Ով որ ականջ ունի, թող լսի, այս կարևոր խոսքեր է։ Այնքան կարևոր է, որ Հայտնության գրքի մեջ Հիսուսը 8 անգամ նույն բանը ասում է։ 8 անգամ մի բան ասում է, ով որ ականջ ունի, թող լսի։ Ով որ ականջ ունի, թող լսի։ Ես շատ հաճախ եմ բաներ ասում, բայց լսող չի լինում եկե տենում ես։ Գալի մարդը խոսում է, ասում եմ, լսի, սենց արա։ Հա, մերսի օյու ջան։ Ու գնում եմ մտքում, գիտեք ինչ եմ մտածում։ Եկել է իմ ծրագրածին ասեր, հա, Աստծուց է, բայց լրիվ ուրիշ բան ասեց։ Գնամ իմ խելքով անեմ։ Ախիր եկե, հովիվից դաբրո ստանալը լավ բան չի։ Որ գալիս ես, որ քո ուզածի հան ստանաս, պոկես գնաս։ Եթե գալիս ես ականջդ բացել ես, պիտի լսես։ Ով որ ականջ ունի, թող լսի ասում է։ Ամեն անգամ նույն բանը 8 անգամ մենակ Հայտնության գրքում ասում Հիսուսը, ուրիշ տեղեր էլ ասում։ Ով որ ականջ ունի, թող լսի։ Մի երկու օր առաջ մենք ծառայողական հավաքված էինք, Տապանում ծառայողական հավաք ունեինք, վերջում նստած բալկոնում պատշգամբում խոսում էինք, ասեցի ես երկու օրը Իսրայելը հաստատ կհարձակվի Իրանի վրա։ Եկել առավոտ մեր գարիկը զանգել, ասենց անում հովիվ ջան, իրիկուն ասիր առավոտ գիշերը հարձակվեց։ Բայց նեն չի, որ այդ բոլորը գիտեին, ասենք, հանկարծ հարձակ կա եղել։ Բայց լինում է դեպքեր, որ պետք է լսես։ Լինում է դեպքեր, որ ասում են ոչ թե նրա համար, որ դե մի քաղցր բան ասվեց, մի բան արվեց, ասում ով որ ականջ ունի, թող լսի։ Աստված շատ հաճախ օգտագործում է ականջները ինչի համար, որ լսողություն բերի, որ հասցնի սիրտ։ Հիմա էլ կարևոր բան կարամ ասեմ, որ ականջ ունի, թող լսի։ Կարաս, այսինքն ում սրտին որ կկպնի, թող լսի, թող ականջի չհասնի սիրտ, բայց կարևոր բան եմ ուզում քեզ ասեմ։ Այնպես արա, որ ունեցվածքից գալի մասը ձեռքիդ դեղին պայուսակի մեջ տեղավորվի։ Ով որ ականջ ունի, թող լսի։ Այն ժամանակներում ենք ապրում, այնպես արա, որ ինչ-որ նոր մեգա ծրագրերի մեջ չմտնես, մեգա ներդրումներ չանես, ով որ ականջ ունի, թող լսի։ Հա? Էսի կարևոր պահա, ով որ ականջ ունի, թող լսի։ Գործ առաքելոց 8:6 գրած ասենց, ժողովուրդը միաբան ականջ էին դնում Փիլիպոսի խոսացածներին, լսելով եւ տեսնելով այն նշանները, որ անում էր։ Ժողովուրդը միաբան ականջ էին դնում։ Երբ որ սիրտը ճիշտ դիրքում է, ճիշտ բաների ես ականջ դնում։ Երբ որ սիրտը սխալ դիրքում է, բեմից որ ասում են մի նախանձի, սիրտդ նախանձով լցված, ասում ես լավ է, այս խոսքն էլ անցանք, հաջորդը ինչ եք ասելու, չես լսում, երբ որ սրտի թագավորը Հիսուսն է, ճիշտ բաներ ես լսում, գրած ժողովուրդը միաբան ականջ էին դնում Փիլիպոսին ու մեծ հրաշքներ եղավ այդ օրը, մեծ հրաշքներ, բայց երբ որ սիրտը ճիշտ դիրքում չի, այն որ լսում ես, ուզում ես մեր հայերեն մի հատ ասում ենք ցրում ես, այդ քեզ չէր վերաբերվում, ցրում ես, ցիմը չէր, էսի մեզ ձեռ չի տալի, իմ ու ուրիշ բանով լցված սրտից ձեռ չի տալի։ Սերմնացանի առակի մեջ մի հատ տեղ կա, Հիսուսն ասում է, եւ ուրիշ ընկան այն բարի եւ պարարտ երկրի եւ բուսեցին հարյուրապատիկ պտուղ տալով։ Այս բաները խոսելիս աղաղակեց, ով որ լսելու ականջ ունի, թող լսի։ Եկեղեցի եկող ու չլսողներին ես մտածում եմ կարելի է անվանել անականջներ։ Ածական դնել, ասենք որ խոսում ես ինչ-որ մեկի մասին, ով գալիս է ու չի փոխվում, չի լսում, ասես, հա այն անականջ է։ Այսինքն եթե ականջ ունի չի լսում, ուրեմն ականջ չունի, չէ՞։ Եթե լսողական օրգանը չի օգտագործվում ճիշտ բանով, ուրեմն ինքը լսողական չի։ Եթե տեսողականը չի օգտագործվում, ուրեմն դա տեսողական չի։ Ու ինքը դառնում է անակաչ, հա։ Մարկոսի 8:18-ում տեսեք ինչ ասում Հիսուսը. աչք ունեք ու չեք տեսնում, ականջ ունեք ու չեք լսում, ու չեք հիշում։ Տեսեք, ոչ լրսումը, ոչ հիշողության մեջ պահում։ Գիտես ինչի, որովհետև սրտի թագավորը Հիսուսը չի։
Եթե սրտի թագավորը Հիսուսը լինի, ուղեղին հրահանգ կտա, ասի մի հատ ականջներին ասա թող լսեն, մի հատ աչքերին ասա թող տեսնեն։ Բայց երբ որ մարդու սրտի թագավորը Հիսուսը չի, ականջները փագա, որտեվ հրահանգ տվողը Հիսուսը չի։ Հիսուս ջան, քեզ շատ եմ սիրում, բայց սրտես հետ գործ չունես։ Սիրտս բանը, չգիտեմ, պատկանում է նարինեին, չեմ կարա քեզ թողեմ ներս։ Միակ իմաստուն թագավորը Հիսուսն է, ով կարա քո սրտի գահին նստի սիրելիս։ Միակ իմաստուն թագավորը։ Եթե Հիսուսը սրտիդ գահին նստայց, ես կարա գնաս գողություն անես։ Հնարավոր չի, գահից տենց հրահանգ գա, ուղեղիդ գնա գողություն արա, կամ գնա շնություն արա, կամ գնա, չգիտեմ, սուտ խոսա, խափի, անիծի, հայհոյի։ Եթե Հիսուսը գահին նստած է, Հիսուսը սխալ հրահանգ երբեք չի տալի, հիշի։ Փակ Տիրոջը։ Հիսուսը ոչ մի պարագայում անգամ լավ բան անելու, բայց որը որ քեզ կործանում է տանում, չի հրահրի։ Երբեք։ Եթե գահին նստած է, իսկ ես ասեմ քեզ, եթե Հիսուսը սրտիդ գահին նստած է, ինքը անհնար է, որ օրգանիզմը չենթարկվի իրան։ Անհնար է։ Այն որ ասում ես, հատը չեմ ուզում անեմ, բայց անում եմ, ուրեմն սիրտիդ Հիսուսը չի։ Չի կարալ տենց լինի, որ գահին նստած է թագավորը ու կողքից մի հատ կողքի թագավորությունից մեկը հրահանգ է տալի ու ինչ որ մի հատ զինվոր անում այն, ինչ որ է թագավորությանը չի։ Տենց չի լինում։ Եթե ինչ որ բան ես անում, որ չես ուզում անես, մի բանի մեջ ես որ մեղքա, իմացի ուրեմն թագավորը Հիսուսը չի։ Կամ քո ամբիցիաներն են, կամ չգիտեմ, գումարներն են, շատ մարդկանց սրտի մեջ մենակ գումարներ է, ուրիշ բան չկա։ Շատ քրիստոնյաներ այսօր որ Հիսուսը գա կասեն մի րոպե, բա հələ բա ոսկիներս ինչ անեմ։ Մի րոպե, բա տներս ինչ անեմ։ Այս խես են շուտ եկել, բա բասեյնից մեջ մի երկու անգամ ավել չլողանայի։ Շատ քրիստոնյաներ այսօր անեսքի նման է հնչում իրանց համար, եթե ասես Հիսուսը այսօր գալու է։ Եթե ասես այսօր Հիսուսը կգա, իրանց համար դա անեցք է։ Բա կյանքս, բա վայելքս, բա այս ծրագրերս այսքան։ Ով որ ականջ ունի, թող լսի։ Երբ սիրտը դատարկ է սիրելիս, Հիսուսը այնտեղ չի։ Գիտես ինչա տեղի ունենում։ Կվազնյակ հայերեն բառ ասեմ մի հատ։ Երբ սրտիդ մեջ գահին Հիսուսը նստած չի, այնտեղ կվազնյակ է։ Մի հատ պատմություն կա։ Կվազնյակը այն է, որով ուզում մտնում դուրս է գալիս։ Մարկոսի ավետարանում տեսեք ինչ է ասում սատանայի մասին Հիսուսը։ Մարկոս 4:15։ Եվ այն նույն սերմնացանի առակի մյուս բաժնի մեջ է։ Եվ նրանք են ճանապարհի վրայինները, ուր բանը սերմվում է, եւ երբ որ լսում են, շուտով գալիս է սատանան, վեր առնում նրանց սրտերից սերմված խոսքը։ Նկատեցիք սատանան երբ ուզեց եկավ, ինչ ուզեց արեց։ Մտավ ինչ ուզեց արեց, մտավ սիրտը, Աստծո խոսքեր մտեր սիրտը։ Բայց թագավորը դե չէր։ Էլի մի հատ հայերեն բառ ասեմ, պրախադնոյ դվոր էր, սատանան երբ ուզեցավ մտավ, ինչ ուզեցավ արեց։ Եկավ ասма խոսքը վերցեց ու գնաց։ Դրա համար ասма լսելով կլսեք ու չեք լսի։ Տեսնելով կտեսնեք ու չեք տեսնի։ Հովհաննես 13:2 Եվ երբ որ ընթրիք էր լինում, սատանան արդեն Հուդա Սիմոնյան Իսկարիոտացու սրտի մեջ էր գցել, որ մատնի նրան։ Ես ոնց որ թե Հիսուսը կողքն է, հետն է, 3 տարի իրար հետ ծառայում են։ Մի որոշ ժամանակ առաջ եկել է Հուդան ասելա գիտես ինչ հրաշքներ են լինում, գույրերը տեսնում են, կաղերը քայլում են եւ այլը եւ այլը։ Եկել է հայ բանը ասել Հիսուսի։ Ամեն օր տեսնում է որ Հիսուսի մոտ գույրին բերում են, ինքը իրանով գնում է տուն։ Կաղին բերում են թրվռալով գնում է տուն։ Մահացած մարդիկ կողքով անցնում են, կպնում է վերականում։ Գիտես աշխարհի ինչ հրաշք ուզում է լինի։ Եթե սրտիդ մեջ Հիսուսը չի թագավորը, քո ամբիցիաներն են թագավորը, նախանձն է թագավորը, ատելությունն է թագավորը, ինչով է լցված սիրտդ։ Այդ եթե Հիսուսով լցված չի,
գրածա Հուդան գողություն էր անում քսակից։ Ամեն օր հրաշքները տենում էր, բայց գող էր։ Ուշքի միտքը փողերն էր, ֆինանսներով բռնված էր սիրտը, սրտի մեջ բան էր, դոլար էր մենակ։ Ու գիտես ինչ ուզում է կողքդ լինի, ինչ հրաշք ուզում է լինի։ Ուզում է երկնքից կրակ իջացնեն, եթե սիրտդ ուրիշ բանով է լցված, բան չի փոխվելու մոտդ։ Գրածա Հուդան, պատկերացրեք, Սատանան ուղակի եկավ, այն բաց դռներից էր, եկավ մտավ, տեսավ սրտի մեջ թակավոր չկա։ Նայեց ասեց. լավ տեղ է, կարելի է մեր սերմ գցել։ Ուրա հələ հանեք Հիսուսի մատնելու սերմը, բերեք։ Լավ բանը, պարարտ սերմը, հանեց գցեց սրտի մեջ։ Գրածա Սատանան Հուդայի սրտի մեջ դրեց, որ Հիսուսին մատնի։ Սրտի մեջ դրեց, որ Հիսուսին մատնի։ Պատկերացրեք, Հիսուսը իրան ոչ մի վատ բան չի արել։ Հիսուսը ոչ մի վատ բան Հուդային մինչև այդ չի արել։ Ընդհակառակը օծությունա տվել, գնացել հրաշքներ անում, ազատագրումներ անում։ 3 տարի անվճար կուրորտ է եկել Հուդան։ Հիսուսի հետ շարժվում է, ոչ աշխատում է, ոչ էլ ուտում է, խմում է, քեֆ անում։ Ավելին ասեմ, հələ գումարած դրան ինքը այնքան արդեն կուրացել, որ չի հասկանում։ Այս քսակը ամեն օր Հիսուսի պատճառով լցվում է։ Ու ես էլ գողանում եմ։ Այս իմ եկամուտի գողության աղբյուրն է։ Եթե Հիսուսին մատնեմ, ֆինանսներս կտրվում է։ Նայեք ինքանա կուրացել չի հասկանում, այդ 30 արծաթը կարա մի հատ զոհաբերություն ուներ, ինքը տաներ։ Էդ էլ չի հասկանում, որ եթե Հիսուսին հիմա մատնեմ, ֆինանսական աղբյուրս կդրվելու է։ Այս իմ եկամուտի աղբյուրն է։ Մարդիկ իրանց եկամուտի աղբյուրը փշի են անում։ Պատկերացրեք, 5 տարի անցել, պատկերացրեք, ինքը Հիսուսին չի մատնել, Հիսուսը ավելի հայտնի է, հիմա թագավորներն են արդեն հարստություններ բերում, ու այդ բոլորը Հուդան գողանում է։ Պատկերացնում եք ինչ մեծ թվերի մասին է խոսքը։ Բայց այստեղ գետը Սատանան, քանի որ սիրտը ճիշտ դիրքում չէր, Հիսուսը ընդե չէր։ Իրան խաբել է այնքան հեշտ է, առանց Հիսուս մարդուն խաբելը շատ հեշտ է։ Ինչքան ուզում է հալելույա ասի, Հուդան ով գիտի ինչքան էր հալելույա ամեն ասում։ Բոլորի աշկի առաջ։ Եթե սիրտը Հիսուսի հետ չի, Սատանան միանգամից տեղը կգտնի։ Գրածա եկավ մի հատ սերմ գցեց։ Չբռնեմ Հիսուսին մատնեմ։ Ինչ ա եղել որ չբռնեմ մատնեմ։ Միտք տվես մի հատ, եկավ սրտ, բայց գիտեք ուղեղին չտվես միտքը։ Նկատում եք հրահանգները որտեղից է գալիս։ Չի գրած Սատանան Հուդայի ուղեղի մեջ դրեց միտք գնա մատնի Հիսուսին։ Ոչ, Երբ որ ընթրիք էր լինում Սատանան Հուդա Սիմոնյան Իսկարիովտու սրտի մեջ էր գցել, որ մատնի նրան։ Տեսնում եք, որ ստեղ չի հարցերը լուծվում։ Մի հատ մեծ տարօրինակ միտք ինձ եկավ։ Ախր ես չի ուզում, ես տարօրինակ միտք եկավ։ Ստեղը ուրեմն արդեն խնդիր կա։ Սատանան մի բան դրել է արդեն, թագավորը ընդե չի։ Գետը սրտի մեջ դրեց, որ մատնի։ Ուղեղին միտք չտվեց, այս սրտին տվեց միտք։ Լսի, չբռնենք մի հատ մատնենք Հիսուսին։ Եվ գիտեք ինչ եղավ։ 27 խոսքում գրածա նույն Հովհաննես 13-ի 27-ը։ Եվ ընթրիքի ժամանակ Հիսուսը պատառը տալիս է, ասում է, ով որ պատառը տամ ինձ մատնելու է։ Եվ գրածա եւ պատառից հետո Սատանան մտավ նրա մեջ։ Պատկերացնում եք իրավիճակը։ Սրտի մեջ դատարկություններ, Սատանան մի հատ միտք գցեց սրտի մեջ ուղակի։ Մի հատ Հիսուսին չմատնենք։ Եվ գրածա, երբ որ եկավ ժամանակը, արդեն Սատանան մտավ նրա մեջ։ Այսինքն Սատանան հիմա նստած է Հուդայի սրտի գահին։ Ղեկը վերցրել է ձեռը։ Հիմա գնում ենք 1.7 կիլոմետր նավիգացիա։ Փարիսեցիների մոտ մատնելու Հիսուսին, քշեցինք։ Ղեկը վերցրել է իր ձեռը, արդեն Հուդան դիվահարված է, կոպիտ ասած։ Հուդան արդեն դիվահարված քրիստոնյա է, այդ է որը սուպեր հոգևորների համար, որ ասում են Հիսուսին հավատացողը չի կարա դիվ ունենա։ Հուդան հիմա աշխարհի ամենաուժեղ դիվահարված մարդն է, ինքը Սատանան իր մեջ է։ Արդեն մտել է մեջը, մինչև այդ սիրտը դատարկ էր, եկավ մի երկու հատ միտք գցեց, տեղ տվեց, վերցրեց, կերակրեց այդ մտքերը, հիմա արդեն Սատանան մեջն է։ Գիտեք ինչն է հետաքրքիր։
ամենա լավ աշակերտներից մեկը 12 աշակերտներից մեկը, ամենայն կարևոր 12 առաքյալներից մեկը։ Հիմա նստած է, թագավորը սել թագավոր չի, թագավորը կողքն է նստած, սրտի գահին սատանան է նստած։ Հիսուսը էլ հետը չի։ Ու Հիսուսն ասում է. «Ինչ անում ես, շուտով արա»։ Ասես դե որ սկսել եք, գնացեք թագավորի հետ ինձ մատնեք։ Եթե ես չեմ քո թագավորը, գնացեք մատնեք։ Դու նկատում ես, երբ Հուդան գնում էր մատնելու, Հիսուս արդեն կողը նստած է։ Գիտես, կարևոր բան ասեմ քեզ։ Կարևոր չի Հիսուսը որտեղ է նստած։ Կողը դեմդ 1 մետր հեռու, 5 մետր հեռու։ Եթե Հիսուսը սրտիր գահին նստած չի, էական չի էլ որտեղ է նստած։ Ընդհանրապես ուզում եք կողքդ քեզ քիփ sense կպած նստած լինի։ Կամ ինքը սրտիդ գահին է, կամ էլ ոչ մի նշանակություն չունի որտեղ է։ Վայ գիտես ամուսինս նենց է հավատում, sense որ բռնում իրան նստում եմ, Հիսուսին նենց զգում եմ։ Օ ինչի կներես։ Մեր տնական ասեմ քեզ, չի լինի, կարևոր չի որտեղ է Հիսուսը նստած, դեմդ, կողքդ։ Եթե սրտիդ գահին նստած չի կորար, ով ուզում է սեղի։ Ով ուզում է սեղի, ինչ ուզում ես մտածի։ Մենակ միտեղ կա։ Միտեղ։ Հիսուսը մեր մոտ 100 տեղ չունի։ Ես խնդրել եմ ոտքի կանգնես։ Հիսուսը 2 տեղ, 3 տեղ, 5 տեղ չունի մեր համար, սիրելիս։ Մի հատ տեղ կա մենակ։ Էդի սրտիդ գահնա։ Ահա ես դրան առաջ կանգնած թակում եմ։ Ով որ դուռը բացի, կմտնեմ ու իր հետ խնջույք կանեմ։ Ով որ դուռը չբացի, կգնամ կողքի դուռը կթակեմ։ Մա դու քո խնդիրը։ Գիտես, դու պատկերացնում ես։ Մի հատ պատկերացրու խնդրում եմ։ Ասենք, ում ուզում ես պատկերացրու։ Այս երկրի նախագահան, Հայաստանի նախագահան, Տրամպը, չգիտեմ, ում ուզում ես պատկերացրու, այ իրանցից մեկը։ Հռոմի պապը, ում ուզում ես պատկերացրու։ Եկել է ձեր տան դուռը ծեծում է։ Ինչ կարծիք ես, որ ծեծում է։ Արդեն քեզ պատիվ արել, եկել է ծեծում է։ Ինչ կարծիք ես, պիտի խնդրի, որ դուռը բացես։ Ինչ կլինի, խնդրում եմ բաց էլի։ Չէ, ծեծում է։ Չբացես գնալու է կողքի դուռը ծեծի։ Այ իրան ասում է, մտեք, տեսեք որտե կա, ով կա, ինչ կա, բերեք սաղին, որ խնջույքը մեծ լինի։ Ինքը եկել է խնջույք անելու։ Հիսուսը եկել է, որ խնջույք անի։ Հիմա որը դուռը բացեց, նրա հետ էլ խնջույք անելու։ Չբացես գնալու է կողքինի դուռը ծեծի։ Սրտի դուռն է։ Հիսուս ջան, կներես, լավ ես անում, որ ծեծում ես, բայց ներսը գումար եմ էլի հաշվում, մի խանգարի, կլինի 2 ժամից գաս։ 2 ժամից արի հաշված պրծած կլնեմ, լավ տեղավորած կլնեմ, դոշակից տակ կբացեմ։ Չէ։ Հիսուս ջան, դե կներես երեխեքիս հետ լավ ժամանակ եմ անցկացնում, սիրտս զբաղված եմ։ 2 տարից արի, թող մի քիչ մեծանան, լքանի քաղցրեմ, պուճուր են իրանցով եմ, էլի։ Թող մի քիչ մեծանան, հետո կգաս։ Ես դեմ չեմ երեխեքին սիրել, պահել, իհարկե հետևել, ուշադիր լինել, մեր երեխեքն են, բայց նենց մի արա, որ սրտիդ գահին իրանք նստեն։ Աստված բացի այն, որ սիրող հայր է, նաև նախանձավոր Աստված է։ Այն ինքը ուզում է, որ երբեք քո սրտի մեջ ոչ մեկ բացի իրանից աթոռ չդնի։ Բայց Հիսուս ջան, կլինի քո գահի կողքին այդ բուջուր տաբուրետ կա դնեմ տղուս համար, չէ, չի լինի։ Տղեդ քոնն է, սիրի հարգի, աղջիկդ քոնն է, ինդ կամ ամուսինդ քոնն է, սիրի հարգի, պահի, պաշտպանի, էտի քո գործն է, բայց սրտիդ գահին մի հատ թագավոր պիտի լինի։ Մի հատ թագավոր պետք է իրան նազիր վեզիր պետք չի, ինքը լավ գիտի ոնց թագավորի, հա? Իրան նազիր վեզիր պետք չի։ Փառք Տիրոջը։ Փառք ամենակարող Աստծուն։ Գիտես, երբ ինքը չի թագավորը, սկսում են սխալ հրահանգներ գնալ ուղերիկ։
Որտեղ կյանքը սկսում է կործանվել, չես հասկանում խի։ Թագավորը տեղում չի։ Թագավորը տեղում չի, պանիկան սկսվել է թագավորության մեջ։ Բոլորը խառնվել են իրար։ Հիմա ես ուզում եմ մի հատ աղոթք անենք։ Եթե ինչ որ մեկը տաբուրետկայով կլինի, իշավոտնուկով կլինի, թե չգիտեմ ինչ որ պուճուրաթորիկով կլինի, թե մի հատ ոսկուց գահով կլինի, եկել է տեղավորվել է սրտիդ մեջ, Հիսուսին տեղ չի թողել։ Կամ բանա, Հիսուսի հետ գործով է, օրթախա է, կներես այս բառի համար։ Ասում է երկուսով կլինին դելնենք ես ու Հիսուսը։ Եթե ինչ որ մեկը կա հանես ընդեից ներողություն խնդրես Աստծո։ Ասես Տեր ջան, ուզում եմ դու լնես իմ սրտի գահին։ Եթե ինչ որ մեկը երիտասարդ է, սիրահարված ես, ամուսնանալու ես, չեմ ասում ընկերուդ կամ ընկերոջդ հանես քեզանից, դրա մասին չի խոսքը։ Գահը ոչ մեկին մի դուր։ Գահը Հիսուսին է պատկանում։ Երբ որ թագավորը ճիշտ տեղ նստած է, բոլորն էլ ճիշտ տեղ ունենան տարածքում։ Բայց երբ որ թագավորն է ու ինչ որ մեկը կամ թագավորը չկա, ուրիշն է եկել կամ գահը դատարկ է, վտանգավոր է։ Դրա համար ուզում եմ, եթե ինչ որ տեղ մտածես ու հասկանաս, որ միգուցե այնքան ես տարված քո աշխատանքով սիրահարված ես, աշխատանքը դա գայիդ։ Լավ կլինի մի հատ ներողություն խնդրես Աստծո։ Ասես Տեր, մի քիչ շատ էի զբաղվել աշխատանքովս, մոռացել էի։ Աստվածաշնչից վրա փոշի ա դրե, Սուրբ Հոգին էլ արդեն 2 ամիս է քնած է ներսս, որովհետև չեմ աղոթում։ Եթե ինչ որ ձևով գահի ինչ որ մեկը փոխարինել է, ներողություն խնդրի հանի գահից։ Մենք չենք ապրում վատ ժամանակներում։ Մենք ապրում ենք շատ վատ ժամանակներում։ Գնալով ավելի վատ ժամանակում։ Պետք չի ես sense շատ վախացնեմ քեզ, բայց ավելի վատ ժամանակում։ Ու եթե քո սրտին Հիսուսը չեղավ, այնքան է սխալվելու քո որոշումներով։ Այնքան սատանան խաբելու է, այնքան ինքը ակտիվացել է ու ձևերը գտել է մարդկանց նոր խաբելու ձևերը։ Դրա համար եթե Տիրոջը թույլ տաս նստի գային, ինքն էլ հրամանները տալու է։ Ինչի մեջով ուզում անցնես, ճիշտ կանցնես։ Աշկերտ փագել լինի կանցնես, կասի 2 մետր աջ, 1 մետր ձախ, հիմա կանգնի, հիմա պպզի, հիմա վերկաց վազի։ Հա? Կանցնես հաստատ։ Բայց եթե ինչ որ մեկը այնտեղ մի բան արել, որ չպիտի աներ, մի հատ տեղ է իր համար սարքել, ես խնդրեմ դու ներողություն խնդրես Տիրոջ։ Ու ասես Տեր, ում դու լնես իմ գահին, իմ սրտի գահի թագավորս դու ես։ Մեկ լավ կլինի։ Աշկերտ բացեցնես վերև, ասես թագավորս։ Հա? Ոչ թե մեր թագավոր աղբերն է, մեր թագավոր երեխեն է, թագավորս։ Մեկ լավ կլինի։ Դու քեզ հիշացնես ով է գահին նստած։ Ամեն։ Հարի աղոթենք, եթե բան ունես ներողություն խնդրելու, ներողություն խնդրի Տիրոջից։ Տեր Հիսուս, ես խնդրում եմ ներես ամեն մեկին ստեղ գտնվող, մեզ նայող ամեն մեկին, ներես մեզ, եթե ինչ որ մեկս, ինչ որ մի բանում քո գահը փոխարինել ենք ուրիշով, Տեր։ Ես խնդրում եմ ներես ու օգնես ամեն մեկին հրավիրի քեզ իր սրտի գահին, ու էլ երբեք ոչ մի իրավիճակում թույլ չտա, որ ինչ որ մեկը մոտենա տեղավորվի այդ գահի վրա, Հիսուսի զորավոր անունով։ Ես խնդրում եմ Տեր, տեղադրի գահդ ամեն մեկի սրտի մեջ։ Տեղադրի գահը, թող դա լինի քո մշտական բնակության վայրը, Տեր, Հիսուսի զորավոր անունով։ Օրհնում եմ իմ քույր եղբայրներին ու խնդրում եմ վերցնես իրանց, Տեր, այս չար ժամանակների մեջ, վերցնես քո ձեռքերի մեջ ու առաջնորդես քո կամքի մեջ, Տեր, Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Փառք ամենակարող Աստծուն։ Փառք մեր Տիրոջը։ Գիտես, եթե սիրտը ճիշտ դիրքում եղավ, մի հատ էլ հայկական խոսք ունենք։ Եթե իրականում Հիսուս է, սրտումդ, երբ որ սատանան մեղք առաջարկի, կամ մարդիկ սխալ բան առաջարկեն, մի հատ հայկական խոսք ունենք, որ կասես,
Եթե ասեն արի գնանք խմելու, գիտես ինչ կասես։ Սրտովս չի։ Սրտովս չի։ Հա? Արի մի քիչ բամբասենք, լսի հետ սրտովս չի։ Ուրիշ բան չեմ ասում, արի գնանք խորոված ուտենք։ Մեկ ես գում ես սրտիդ ներսից Հիսուսն ասում է՝ «Նյետ»։ Ոչ։ Ուշուրես գալի ասում ես, լսի լավ բան ես ասում, բայց սրտովս չի։ Վերջերս մեր եղբայրներից մեկի հետ էինք խոսում մի հարցով։ Տարբեր մարդիկ իրան տարբեր բաներ էին ասում։ Էս արա, այն արա, էս արա, էս ասի լսի։ Նենց արա։ Նենց արա, որ քո բոլոր հարցերի առաջի պատասխանը այստեղ ունենաս։ Անեմ թե չանեմ այդ այստեղ լինի։ Ուզում ես գնաս, եթե ներսից իր սրտով չի կանգնացնելու է։ Գիտեք ինձ ինչքան հեշտ է ապրել։ Երկար, եթե ինչ-որ բան եմ ուզում, չեմ ասում, Տեր Աստված, դե պատասխանի հիմա ինչ եմ անելու։ Եթե ուզում եմ մեկին զանգեմ, վերցնում եմ ու ներսից գահից ասում են «Նյետ», հեռախոսը դնում տեղը։ Հա, եթե իր սրտով չի, իր ուզածով չի, ուրեմն իմ սրտով չի, որովհետև սրտի ներսից մեկը սիրտ ունի, որ աշխարհի ամենալավ սիրտն է։ Եթե այդ սիրտը չի ուզում, ուրեմն իմ սիրտն է բրի չուզի։ Հա, ու տենց հեշտ ես ապրում։ Փառք Տիրոջը։ Տենց դու հեշտ ես ապրում։ Տես դու հեշտ ես ապրում, դու արդեն հասկանում ես, ուզում ես մի քայլ անես, տենում ես սրտովդ չի։ Չես հասկանում խի, բայց սրտովդ չի ու վերջ, մի արա։ Ավելի լավ մարգարե դու չունես քո կյանքում իշի։ Եթե սրտիդ գային Հիսուսն է, ավելի մեծ մարգարե չունես, ավելի մեծ մարգարեություն ման մի արի։ Սրտիցդ մի անգամից զգացնելու ես, մի արա, կամ շարժվի։ Զգում ես ներսից մեկ ասում է գնա այդ քոնն է։ Դրանից լավ մարգարե չկա, այսօր ընկած սաղ աշխարհը մարգարե են ման գալի։ Ըստ եմ մի հատ մարգարե եկե, գնանք տենանք մեր մասին ինչ է ասելու։ Հեսա մարգարեն։ Եթե Հիսուսը սրտիդ գահին է, ձեր մեջ մի հատ մարգարե կբարձրացնեմ խոսքն ասում է իրան լսեք։ Հա իրան լսեք։ Հələ 3000 տարի առաջ է ասել ավել։ Ձեր մեջից մի հատ մարգարե կբարձրացնեմ, իրան լսեք։ Եթե սրտիդ գահին է, Հիսուսը հեշտ է ապրում սիրելիս։ Ամեն։ Տեր օրհնի քեզ։ Փառք Տիրոջը։ Աստված օրհնի քեզ։ Մինչև որ մենք այսօրվա մեր ծառայությունը կավարտենք, մի կարևոր բան կա, որ պիտի անենք, ինչպես անում ենք ամեն շաբաթ։ Ես խնդրելու եմ ձեր բարձրացնել են մարդիկ, ովքեր առաջի անգամ են։ Եթե առաջի անգամ ես, կյանքը դեռ չես տվել Տիրոջը, պարզի ձեռքերդ ողջունենք քեզ։ Աստված օրհնի ձեզ։ Տեսնում եմ տարբեր տեղեր ձեռքեր կան։ Սիրելիներս, մի հատ կարևոր բան կա, որ պիտի անենք։ Ես ուզում եմ այսօր քո սրտի թագավորը դառնա Հիսուսը։ Եթե դու առաջի անգամ ես, այսպիսի եկեղեցում դեռ չես եղել, Հիսուսին չես հրավիրել քո կյանք, ես խնդրելու եմ դու իջնես առաջ, ես էլ իջնեմ իր հետ մի աղոթք կանենք։ Ամեն, եթե առաջի անգամ ես, կյանքդ ուզում ես 10 Տիրոջը արի առաջ։ Ովքեր որ մեզ համացանցով են նայում, առաջի անգամ են անպայման մեր հետ այս աղոթքը կանեք, սիրելիներս։ Աստված օրհնի ձեզ։ Փառք Աստծուն, Տեր օրհնի ձեզ։ Նայեք դեմքով դեպի ինձ, լավ ասես կանգնեք։ Աստված օրհնի ձեզ շատ։ Տեր օրհնի ձեզ շատ։ Տեր օրհնի ձեզ։ Եկեք, եթե այսօր քորն է սիրելիս, այսօր ասել ես Հիսուս սիրտս քեզ եմ տալի։ Արի նստի իմ սրտի գահին։ Աստված օրհնի ձեզ։ Տեր օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ։ Փառք Տիրոջը ձեր համար։ Աստված օրհնի ձեզ շատ։ Օրհնված լինեք, օրհնված լինեք։ Կայլի մարդ մենք սպասում ենք։ Եթե առաջի անգամ ես, դեռ կյանքը չես տվել Տիրոջը, այսօր քորն է սիրելիս։ Թող Աստված օրհնի ամեն մեկի։ Տեր օրհնի ձեզ շատ։ Տեր օրհնի ձեզ շատ։ Աստված օրհնի ձեզ։ Աստված օրհնի ձեզ։ Այս կողմն էլ բարևեմ ու մենք իր հետ մի աղոթք պիտի անենք։ Տեր օրհնի քեզ շատ։ Օրհնված լինես։ Հրաշքս օրհնված լինես։ Տեր օրհնի շատ։ Գանձս օրհնված լինես, Աստված օրհնի քեզ։ Հա հրաշք։ Սիրելիներս, գիտեք ինչ եք դուք եկել առաջ։ Այսօր օրհնա, որ դու ասես Հիսուս, ուզում եմ իմ սրտի գահին դու նստես։ Հերիք է սատանան խափի, հերիք է այս կյանքում կեղծ առաջարկներով, կեղծ ինչ-որ սիրուն բաներով խափի իմ կյանքը։ Ես իմ կյանքը քեզ եմ տալիս։ Աղոթք մի հատ կաշ որ պիտի անես սիրելիս։ Եթե պատրաստ ես, ես ասելու եմ դու կրկնես։
Հիմնական իմաստը նրա մեջ է, որ ասելու ես ես հավատում եմ, որ Հիսուսը իմ փոխարեն խաչվել է։ Հենց քո մեղքերի համար ինքը գնացել է խաչը, հենց իմ մեղքերի համար գնացել է խաչը, որ այսօր դու կյանք ունենաս։ Դրա համար ես խնդրելու եմ իմ հետ աղոթք անես, ասես Հիսուս, կյանքս քեզ եմ տալի, արի թագավորի իմ կյանքում, հա։ Եթե պատրաստ ես փակի աշկերտդ իմ հետ կրկնի։ Ասա երկնային արքա, ես գալիս եմ քո առաջ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես ներողություն եմ խնդրում իմ արած բոլոր մեղքերի համար եւ հրաժարվում դրանցից։ Ես հավատում եմ, որ դու խաչվեցիր, մահացար եւ երրորդ օրը հարություն առար ինձ մեղքերից ազատելու համար։ Այսօրվանից ես իմ կյանքը քեզ եմ տալիս։ Եկ թագավորի իմ կյանքում դիր գահդ իմ սրտի մեջ եւ մկրտի ինձ քո սուրբ հոգով։ Դու ես իմ Տերը ու իմ Աստվածը։ Հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Ամեն։ Տերը օրհնի քեզ սիրելիս, Աստված օրհնի քեզ։ Գիտես, քեզ թվում է ուղղակի աղոթք արեցիր, բայց Աստվածաշունչն ասում է, երբ որ մեկ հավատքով ես աղոթք անում, երկնքում հրեշտակները ուրախությունից պար են գալի, որովհետև հենց նոր դու ասեցիր, վերջ, սրանից հետո իմ կյանքի բոլոր հրահանգները գալու են Հիսուսից։ Իսկ ինքը ամենաիմաստուն ղեկավարն է քո կյանքի, ինքը երբեք չի սխալվում, ամեն, եւ ամենաառաջնայինը, որ դու այսօր ասեցիր, ես ընդունում եմ քո փրկությունը իմ կյանքում, Հիսուս։ Ու քո անունը գրվեց կյանքի գրքում ոչ թե քո արածների համար, չէ, Հիսուսի արած զոհը ընդունելու համար։ Այսօր դեր բանն արեցիր։ Մենք դա կոչում ենք վերստին ծնունդ, այստեղ բոլորը վերստին ծնված քրիստոնյաներ են, երբ որ նորից ծնվել են։ Հիսուսն ասաց, հոգուս պետք է նորից ծնվես, որ երկնքի արքայությունը ժառանգես։ Դու այսօր հոգուս նորից ծնվեցիր, որովհետև կյանքը հրավիրեցիր Հիսուսին։ Աստված օրհնի քեզ, ես կխնդրեմ Պարզի դահլիճը աղոթենք օրհնենք քեզ, հա։ Ուզում ես աղոթենք քո համար, լավ։ Երկնային արքա, մենք խնդրում ենք քո օրհնությունը իջացնես իրանց կյանքերի վրա։ Խնդրում ենք քանդես սատանայի ամեն ծրագիր, քանդես ամեն ցավ ու խնդիր, ամեն թուղթուգիր ու անես իրանց կյանքերից։ Հիսուսի զորավոր անունով մենք հռչակում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրհնությունները, խաղաղությունը, սերը, ուրախությունը, երջանկությունը ամեն մեկի կյանքում ձեր ընտանիքներում։ Հիսուսի զորավոր անունով օրհնում ենք ձեզ ու հանձնում ենք այն Տիրոջ ձեռքերը, որին որ հավատացիք։ Ու ասում ենք եղեք ազատ ամեն ցավից ու կապանքից։ Հիսուսի զորավոր անունով օրհնում ենք ձեզ, ձեր ընտանիքները, ու հռչակում ենք Քրիստոսի հաղթանակը ձեր տան մեջ, Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը, սիրելիներս, Աստված օրհնի քեզ, Աստծո օրհնությունը ամեն մեկիդ հետ լինի։ Սիրելիներս, մենք մի փոքր նվեր ունենք ձեր համար, դա Աստծո խոսքն է նոր կտակարանից, Հովհաննեսի ավետարանն է, որ ուզում ենք նվիրել ձեզ, որ կարդաք կյանքի ինստրուկցիան ու ճիշտ ապրեք, լավ։ Այնտեղ ամեն ինչ գրած է, Հիսուսի կյանքն է, ծառայությունը, ինչ անես, ոնց անես։ Ուզում ենք ձեր հետ ծանոթանանք ու նվիրենք սա ձեզ։ Դրա համար ես կխնդրեմ մեր եղբոր ու քրոջ հետ բարձրանաք վերև, համ կծանոթանանք, համ սա կվերցնեք, ամեն եթե աղոթքի կարիք ունեք, կաղոթենք ձեր համար։ Աստված օրհնի ձեզ, կխնդրեմ հետևեք իրանց մեր ծափահարությունների ներքո իարքո։ Գնացեք, այսպես գնացեք իրանց հետ։ Տերը օրհնի բոլորիդ, սիրելիներս։ Աստված օրհնի ձեզ։ Փառք Տիրոջը։ Փառք մեր Աստծուն։ Փառք ամենակարող Տիրոջը։ Փառք Աստծուն։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությունն ու կրակը, ներկայությունն ու առաջնորդությունը, որ անսահման սերը, բարությունն ու խաղաղությունը, Սուրբ Հոգու առաջնորդությունը, Սուրբ Հոգու այն մեր քամին թող քո հետ լինի ամբողջ ամառվա ընթացքում Հիսուսի անունով։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Աստված օրհնի քեզ։ Սիրելիս, Աստված օրհնի քեզ։ Գնա խաղաղությունով ու չմոռանաս դեղին պայուսակիդ մասին։ Տերը օրհնի քեզ։